Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկմանը դիտեք։ Կալիֆոռնիայում հայտնաբերվել է COVID-19-ի նոր, շատ վարակիչ շտամ, բայց նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը հայտարարել է, որ առողջ երեխաների եւ հղի կանանց համար այլևս չեն առաջարկվի COVID-ի բուստերները։ Նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է դադարեցնել Կալիֆոռնիայի ֆինանսավորումը տրանսգենդեր մարզիկի մասնակցության պատճառով։ Թրամփի վարչակազմը սպառնում է չեղարկել Հարվարդի համալսարանի բոլոր դաշնային պայմանագրերը, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ համալսարանի համար։ Ուսանողական եւ փոխանակման այցելուական վիզաների նոր հարցազրույցները դադարեցվում են օտարերկրյա ուսանողների սոցիալական մեդիայի ստուգման համար։ Լուիզիանայի ոստիկանությունը շարունակում է փնտրել Նյու Օրլեանի բանտից փախած երկու կալանավորի, մյուսներին եւ փոխկապակցված անձանց ձերբակալել են։ Ուկրաինան աշխատում է հանքարդյունաբերության ոլորտի վերակառուցման վրա, նպատակ ունենալով ներգրավել ամերիկյան ներդրումներ նոր հիմնադրամի միջոցով։ Եվրոպական քաղաքական ղեկավարները խնդրել են խոշոր ընկերություններից տրամադրել իրենց ԱՄՆ ներդրումային ծրագրերի տվյալները։ Նյու Յորքում սպասվում է յուրահատուկ բնական երևույթ՝ Մանհեթեն Հենջը, երբ մայրամուտի արևը համընկնում է փողոցների ուղղության հետ, երբ եւ որտեղից դիտել այն։ Դաշնային դատավորը հերթական անգամ արգելափակել է Թրամփի վարչակազմի հնարավոր պատժամիջոցները Նյու Յորքի գերբեռնվածության վճարի դեմ։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Կալիֆոռնիայում եւ մի շարք այլ նահանգներում հայտնաբերվել է COVID-19-ի նոր MB181 անվանումը կրող շտամ, որը ըստ մասնագետների շատ վարակիչ է։ Ինչպես հաղորդում է Սան Ֆրանցիսկո Քրոնիկլը, առաջին դեպքերը գրանցվել են ապրիլի 17-ին, իսկ վարակներ արձանագրվել են նաև Վաշինգտոնում, Վիրջինիայում եւ Նյու Յորքում։ Չնայած նոր շտամի հայտ գալուն, ԱՄՆ առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը հայտարարել է, որ առողջ երեխաների եւ հղի կանանց համար այլևս չեն առաջարկվի COVID-19-ի պատվաստման կրկնահաստատիչ բուստեր դեղաչափեր։ Այսօր այս մասին X-ում տեղադրված տեսանյութում է Ռոբերտ Քենեդի կրտսերը հայտարարել դրա մասին։ Սկսած այսօրվանից առողջ երեխաների եւ առողջ հղի կանանց համար COVID-19 պատվաստանյութը հանվել է CDC-ի կողմից խորհուրդ տրվող պատվաստումների ցանկից։ CDC-ն իր արտաքին մասնագետների խորհրդից հետո նախկինում խորհուրդ էր տալիս COVID-19-ի թարմացված պատվաստանյութերը 6 ամսականից բարձր բոլոր մարդկանց, սակայն պատվաստումների մասի մշտական կասկած ունեցող Քենեդին նշել է, որ բավարար կլինիկական տվյալներ չկան կրկնվող բուստերների ռազմավարությունը երեխաների համար հաստատելու համար։ Այսօր առողջ երեխաների համար պատվաստանյութի անհրաժեշտության ապացույցներ չկան եւ աշխարհի շատ երկրներ դադարեցրել են երեխաների պատվաստումը։ CDC-ի կայքի տվյալներով 100 հազարավոր մարդկանց մասնակցությամբ անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ COVID-19-ի դեմ պատվաստումը հղիության ընթացքում եւ դրանից առաջ անվտանգ է, արդյունավետ եւ օգտակար թե կնոջ, թե երեխայի համար։ Պատվաստանյութ արտադրող Մոդերնա եւ Pfizer-ը դեռևս չեն արձագանքել լրատվամիջոցների մեկնաբանության խնդրանքներին։ Նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դադարեցնել Կալիֆոռնիայի դաշնային ֆինանսավորումը, եթե նահանգը թույլ տա տրանսգենդեր մարզիկի մասնակցել պետական եզրափակիչ մարզական մրցումներին։ 16-ամյա Էյբի Հերնանդեսը Ջուրոպավելի ավագ դպրոցի ճակերտավոր ասած աշակերտուին մայիսի 24-ին հաղթել է Կալիֆոռնիայի միջնակարգ դպրոցների առաջնությունում հեռացածքի եւ եռացածքի մրցումներում, ինչը նրան իրավունք է տվել մասնակցելու մայիսի 30-31-ին կայանալիք պետական եզրափակիչին։ Թրամփը True Social հարթակում մեղադրել է Հերնանդեսին, ասելով, որ նա նախկինում մասնակցել է տղաների թիմում եւ հայտարարել է, որ նրա հաղթանակը արդար չէ կանանց եւ աղջիկների նկատմամբ։ Սա խորը անհավասարություն է կանանց եւ աղջիկների համար, գրել է նա։ Եթե իմ գործադիր հրամանը չկատարեք, դաշնային ֆինանսավորումը կարող է ընդմիշտ դադարեցվել։ Փետրվարին Թրամփի ստորագրած հրամանը հայտարարում է, որ ԱՄՆ քաղաքականությունն ընդդեմ տղամարդկանց մասնակցության կանանց սպորտում եւ սպառնում է դադարեցնել ֆինանսավորումը այն կրթական ծրագրերի համար, որոնք խոչընդոտում են արդար մրցակցությանը կանանց եւ աղջիկների համար։ Կալիֆոռնիայի սպորտային ֆեդերացիան, որը կառավարում է նահանգի դպրոցական սպորտը, արձագանքել է, որ շարունակելու է թույլ տալ տրանսգենդեր մարզիկների մասնակցությունը թիմերում համաձայն իրենց գենդերային ինքնության, ինչպես նախատեսված է նահանգային օրենքում։ Կրթության նախարարությունն արդեն սկսել է հետաքննություն այդ քաղաքականության հիման վրա։ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում այս հարցով խոսել Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի հետ։ Նյուսոմը մարտին իր փոդքասթում ասել էր, որ տրանսգենդեր մարզիկների մասնակցությունը խորը անարդար է, սակայն ապրիլին արդեն նշել էր, որ պատրաստ է լսել բոլոր կողմերին, եթե քննարկումը հարգալից ու պատասխանատու լինի։ Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ 2028 թվականին Լոս Անջելեսի օլիմպիական խաղերում չի թույլատրելու տրանսգենդեր մարզիկների մասնակցությունը։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է չեղարկել Հարվարդի համալսարանի մնացած բոլոր դաշնային պայմանագրերը, սրելով իր հակամարտությունն այս հայտնի համալսարանի հետ։ Այդ պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է $100 միլիոն։
Նամակում հղում է արվում ռասայական խտրականության վերաբերյալ մտահոգություններին ընդունելության գործընթացում, հավանական խտրականության աշխատակիցների ընդունման քաղաքականության մեջ, ինչպես նաև հրեա ուսանողներին ոտնձգություններից պաշտպանելու անկարողությանը։ Առայժմ Հարվարդի համալսարանից մեկնաբանություն ստանալ լրատվամիջոցներին չի հաջողվել։ Նախորդ ամսվանից սկսած Թրամփի վարչակազմը սառեցրել է ընդհանուր մոտ 3.2 միլիարդ դոլարի դրամաշնորհներ եւ պայմանագրեր, որոնք համալսարանին տրամադրվել են տարբեր ոլորտներում, այդ թվում գիտական եւ ճարտարագիտական հետազոտությունների համար։ Թրամփը True Social Age-ում գրել է, որ մտադիր է այդ գումարները փոխանցել տեխնիկական ուսումնարաններին։ Միևնույն ժամանակ նրա վարչակազմը փորձել է արգելել Հարվարդի համալսարանին օտարերկրյա ուսանողներ ընդունելու իրավունքը, իսկ ինչ ազդեցություն կունենա սա Հարվարդի համար։ Ֆլորիդայի Ատլանտյան համալսարանի պատմաբան եւ դոցենտ Նիկոլ Էնսլովերը նշել է, որ միջազգային ուսանողների կորուստը, որոնք կազմում են Հարվարդի ուսանողների մոտ 1/4, կարող է ավերիչ հետևանքներ ունենալ։ Ուսման վարձը չի գնում հիմնադրամներին։ Այն օգտագործվում է ուսանողների ֆինանսական աջակցության, ուսանողական ծրագրերի աշխատավարձերի վճարման համար, այսպիսով տուժելու է ոչ թե հիմնադրամը, այլ համալսարանի կարողությունը հոգալու ուսանողների, աշխատակազմի եւ դասախոսների կարիքները։ Էմորի համալսարանի պրոֆեսոր եւ ներգաղթի իրավաբան Չարլզ Քաքն ընդգծել է, որ սա կարող է ավելի լայն նպատակ հետապնդել, քան պարզապես Հարվարդին ճնշելը։ Սա կարող է ուղերձ լինել բարձրագույն կրթության բոլոր հաստատություններին, պահանջելով, որ նրանք համապատասխանեն վարչակազմի պատկերացումներին, թե ինչպիսին պետք է լինի բարձրագույն կրթությունը։ Նախորդ շաբաթ Բոստոնի դաշնային դատավորը ժամանակավորապես արգելափակել է Թրամփի վարչակազմի որոշումը դադարեցնել Հարվարդի օտարերկրյա ուսանողների ընդունելությունը։ Հինգշաբթի օրն էլ սպասվում է ժամանակավոր արգելքի երկարաձգման լսումը։ Թրամփի վարչակազմը հանձնարարել է դիվանագիտական ներկայացուցչություններին դադարեցնել ուսանողական եւ փոխանակման այցելուական վիզաների նոր հանդիպումների ամրագրումը եւ պետդեպարտամենտը պատրաստվում է ընդլայնել օտարերկրյա ուսանողների սոցիալական մեդիայի ստուգումները։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այդ հաղորդագրության մեջ նշել է, որ գերատեսչությունը նախատեսում է հրապարակել նոր ցուցումներ ուսանողների եւ փոխանակման այցելուական դիմորդների սոցիալական մեդիայի ստուգման վերաբերյալ, երբ ավարտվի վերանայման գործընթացը։ Մինչև այդ հյուպատոսական բաժիններին հանձնարարվել է դադարեցնել նման վիզաների ամրագրումները։ Այս քայլը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Թրամփի վարչակազմը խստացրել է արտաքսման քաղաքականությունը եւ սկսել է ուսանողական վիզաների չեղարկումը որպես իր քաղաքական օրակարգի մաս։ Պոլիտիկոյի տվյալներով հաղորդագրության մեջ նշվում է, որ արդեն ամրագրված հանդիպումները կարող են իրականացվել գործող ուղեցույցների համաձայն, սակայն նոր հասանելի ժամերը պետք է հանվեն համակարգից։ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները հայտարարել են, որ ուսանողական վիզա եւ գրին քարտ ունեցող անձինք կարող են ենթարկվել արտաքսման, Պաղեստինին աջակցելու եւ Իսրայելի քաղաքականության քննադատության պատճառով, դա որակելով որպես ԱՄՆ արտաքին քաղաքականության դեմ սպառնալիք եւ Համասի օգտին գործունեություն։ Լուիզիանայի ոստիկանությունը շարունակում է որոնել Նյու Օրլեանի բանտից փախած եւս երկու կալանավորի։ 3 Լենթոն Վան Բյուրեն կրտսերը ձերբակալվել է շնորհիվ անանուն քաղաքացու տրված տեղեկատվության։ 26-ամյա Վան Բյուրենին գտել են Բաթոն Ռուժ քաղաքի խանութի մոտ նստած, որը մոտ 125 կիլոմետր հեռու է այն բանտից, որտեղից ինքը եւ եւս 9 մարդ փախել էին ավելի վաղ այս ամսում։ Ոստիկանության տվյալներով եւս 5 մարդ է ձերբակալվել Վան Բյուրենին օգնելու մեղադրանքով։ Նրանցից 3-ը նույն ազգանունն ունեն, ներառյալ Լենթոն Վան Բյուրեն ավագը։ Բոլորին մեղադրել են հանցագործին ապաստան տալու, թաքցնելու կամ օգնելու համար, ինչը կարող է պատժվել մինչև 5 տարվա ազատազրկմամբ։ Երկուշաբթի փախուստի դիմաց երկու այլ կալանավորների հայտնաբերել են Տեխասի Բոքերում։ Նրանց ձերբակալման մանրամասները դեռևս չեն հրապարակվել։ Այս պահին փախուստի մեջ են Դերիկ Գրովզը եւ Անտուան Մասին։ 27-ամյա Գրովզը անցած տարի էր դատապարտվել երկու սպանության եւ երկու սպանության փորձի համար։ 33-ամյա Մասին ունի քրեական անցյալ։ Մարտին նա ձերբակալվել էր ավտոմեքենայի գողության եւ ընտանեկան բռնության մեղադրանքով։ Իրավապանները հորդորում են քաղաքացիներին ցանկացած տեղեկություն հաղորդել ոստիկանությանը, առաջարկելով $20,000 պարգև նրանց մասին տեղեկություն հաղորդելու դեպքում։ Ուկրաինան վերակառուցում է հանքարդյունաբերության ոլորտը նպատակ ունենալով միլիարդավոր դոլարների ներդրումներ ներգրավել Միացյալ Նահանգների հետ կնքված հանքանյութերի գործարքի միջոցով։ Այս մասին հայտնել է էկոլոգիայի նախարար Սպիցանան, որը գնահատել է, որ Ռուսաստանի հետ 3 տարի տևած պատերազմը մոտ 1.7 տրիլիոն դոլար է արժեցել այդ ոլորտին։ Նշվում է, որ Ուկրաինայի տնտեսության համար կարևոր հանքանյութերի մոտ 50%-ը գտնվում է օկուպացված տարածքներում։ Կիևը եւ Վաշինգտոնը ապրիլին ստորագրել էին հանքանյութերի գործարք, որն ակտիվորեն խթանում էր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Գործարքի շրջանակում ստեղծվել է մի հիմնադրամ, որը մայիսի 23-ից սկսել է գործունեությունը։ Այն ֆինանսավորում է ստանալու նոր հանքարդյունաբերական լիցենզիաներից եւ ներդրումներ է կատարելու հանքային նախագծերում։ Ուկրաինան ունի 34 կարևոր հանքանյութերից 22-ի պաշարները, որոնք Եվրոպական միության կողմից ճանաչվել են ռազմաարդյունաբերության եւ կանաչ էներգետիկայի համար կենսական կարեւորություն ունեցող։ Երկիրը նաեւ ունի ֆերրոհայլո թանկարժեք եւ ոչ երկաթային մետաղների պաշարներ,
որոնք օգտագործվում են շինարարության մեջ, ինչպես նաև որոշ հազվագյուտ հողածին տարրեր, սակայն ոլորտը մեծապես թերզարգացած է ներդրումների պակասի եւ խորհրդային ժամանակների բյուրոկրատիայի պատճառով։ Մենք հույս ունենք, որ այս հիմնադրամի միջոցով հնարավոր կլինի մի շարք նախագծեր կյանքի կոչել եւ զգալիորեն բարձրացնել ոլորտի ներուժը համեմատաբար այն իրավիճակի հետ, որն ունենք հիմա, նշել է Կինչուկը։ Ուկրաինան այժմ կենտրոնացած է երկրաբանական հետազոտության տվյալների հասանելիության բարելավման, բյուրոկրատիայի նվազեցման եւ տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող կարևոր ու ռազմավարական հանքանյութերի ցանկերի վերջնականացման վրա։ Եվրոպայի քաղաքական ղեկավարները խնդրել են Միության խոշորագույն ընկերություններին եւ գործադիր տնօրեններին արագորեն տրամադրել իրենց ԱՄՆ ներդրումային ծրագրերի մանրամասները։ Այս մասին հայտնել են երկու աղբյուրներ, որոնք ծանոթ են թեմային։ Այս քայլը արվել է, երբ Բրյուսելը պատրաստվում է կարևոր բանակցությունների Վաշինգտոնի հետ։ Բիզնես Եվրոպան, որը 42 ֆեդերացիաների միություն է տարածաշրջանում, ստացել է Եվրոպական հանձնաժողովի հարցաթերթիկ։ Այն նախատեսված է առաջիկա ԱՄՆ ներդրումների վերաբերյալ տվյալներ հավաքելու համար եւ անդամներին խնդրել են հնարավորինս արագ պատասխանել։ Նմանատիպ նամակ է ուղարկվել նաև Եվրոպական արդյունաբերական շրջանային խորհրդի 59 անդամներին։ Նամակում նշվում է, որ խնդրանքը եկել է անձամբ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենից։ Եվրոպական հանձնաժողովը փորձում է վերջնականացնել համաձայնագրերը Միացյալ Նահանգների հետ, չեղարկելու ԵՄ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը կամ գոնե կանխելու դրանց աճը։ Այս համատեքստում քննարկվում է երկու կողմերի համար արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերի զրոյացում, ինչպես նաև ԵՄ-ի կողմից ԱՄՆ-ից ավելի շատ սոյայի, զենքի եւ հեղուկ բնական գազի գնումներ։ Թրամփը վերջերս դժգոհություն է հայտնել բանակցությունների դանդաղ ընթացքից եւ սպառնացել է հունիսի 1-ից ԵՄ ապրանքների մաքսատուրքերը բարձրացնել մինչեւ 50%, սակայն կիրակի օրը Վան դեր Լայենի հետ հեռախոսազրույցից հետո նա հետ է կանգնել այդ սպառնալիքներից։ Տարին երկու անգամ Նյու Յորքի բնակիչներն ու այցելուները ականատես են լինում յուրահատուկ երևույթի, որն անվանվում է Manhattan Henge։ Այդ ժամանակ մայրամուտի արևը համընկնում է Մանհեթենի փողոցների ցանցի ուղղության հետ եւ մայրամտնում հորիզոնի հետևում երկնաքերերի միջով ստեղծված կիրճի շրջանակում։ Այս գեղեցիկ եւ յուրահատուկ երևույթը հատկապես գրավում է լուսանկարիչներին եւ շատերին դուրս բերում մայթեր, գարնան եւ ամռան երեկոյան ժամերին, որպեսզի տեսնեն եւ նկարեն հազվագյուտ մայրամուտը։ Այս տարվա առաջին Manhattan Henge-ը տեղի կունենա չորեքշաբթի օրը երեկոյան ժամը 20:13-ին, իսկ հաջորդը հինգշաբթի 20:12-ին։ Այն կրկին կդիտվի հուլիսի 11-ին եւ 12-ին։ Ամենահայտնի դիտման վայրերն են քաղաքի լայն արևելք-արևմուտք փողոցները՝ 14-րդ, 23-րդ, 34-րդ, 42-րդ եւ 57-րդ փողոցները։ Որքան արևելք գնաք տեսարանը, այնքան տպավորիչ կլինի, երբ արևի ճառագայթները շողում են շենքերի ճակատներին։ Հնարավոր է նաև Manhattan Henge-ը դիտել Queens-ի Long Island City թաղամասից։ Մնանք Նյու Յորքում։ Դաշնային դատավորը ժամանակավորապես կանխել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Նյու Յորքի դեմ հնարավոր գործողությունները կապված Մանհեթենի գերբեռնվածության վճարի հետ։ Դատավոր Լյուիս Լիմանը տվել է ժամանակավոր արգելքի որոշում, որով արգելում է դաշնային կառավարությանը դադարեցնել դաշնային ֆինանսավորումը կամ կիրառել այլ պատժամիջոցներ նահանգի նկատմամբ առնվազն մինչև հունիսի 9-ը։ Այդ ընթացքում նա կուսումնասիրի նահանգի կողմից ներկայացված հայցը, որը նպատակ ունի պահպանել գերբեռնվածության վճարը։ Մանհեթենի ամենածանրաբեռնված հատված մուտք գործող վարորդների համար վճարը հաստատվել էր նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք, սակայն քննադատության է արժանացել Թրամփի կողմից, քանի որ ինքն էլ Նյու Յորքցի է եւ որի Trump Tower-ը եւ այլ շինություններ գտնվում են վճարովի գոտում։ Վերջին ամիսներին Թրամփի վարչակազմը 3 վերջնագիր է ուղարկել Նյու Յորք, նույնիսկ սպառնացել է դադարեցնել տրանսպորտային նախագծերի ֆինանսավորումը եւ հաստատումները, սակայն Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլը հայտարարել է, որ նահանգը շարունակելու է գանձել գերբեռնվածության վճարը, քանի դեռ դատարանը հրահանգ չի տվել դադարեցնել այն։ Հարցի համատեքստում նշվում է, որ Լոնդոնը, Ստոկհոլմը եւ այլ խոշոր քաղաքներ վաղուց են կիրառել նմանատիպ վճարներ կենտրոնական բիզնես գոտիներում խցանումները նվազեցնելու համար։ Այսօրվա լուրերից առանձնացրել էինք այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Առողջ եղեք։